Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ընդգծել Թբիլիսիի համար կազմակերպության կարևորությունը։ Համատեղ մամուլի ասուլիսում Բոճորիշվիլին նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերները։ Անդրադառնալով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդրին, Վրաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ հարցի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն ԵԱՀԿ-ի շրջանակում եւ անհրաժեշտ է ամեն ինչ անել հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Բոճորիշվիլին հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, նշել Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության գործում։ Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն էլ ընդգծել է, որ կազմակերպությունն աջակցում է Վրաստանին եւ Հարավային Կովկասի մյուս երկրներին։ Նրա խոսքով Վրաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերի, անվտանգության եւ կայունության հաստատման համար։ Մենք ցանկանում ենք ապացուցել Վրաստանին, որ հավատարիմ ենք երկրի անվտանգության ամրապնդմանը մասնակցելուն բոլոր առումներով, օգտագործելով մեր կազմակերպության ունեցած բոլոր միջոցները։ Հանրությանը խոստանում ենք, որ մեր քաղաքական թիմն արժանապատվորեն կհաղթահարի բոլոր մարտահրավերները եւ մինչեւ 2030 թվականը Վրաստանը Եվրամիությանն անդամակցությանը կլինի ավելի պատրաստ, քան մյուս բոլոր թեկնածու երկրները։ Այս մասին ասված է իշխող Վրացական երազանք կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է կուսակցության հիմնադրման 13-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կուսակցության հայտարարության համաձայն այսօր Վրաստանն անկախ է եւ ինքնիշխան առավել քան երբևէ։ Նշվում է, որ որևէ մեկը չի կարող երկրի իշխանություններին թելադրել եւ ստիպել քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն Թբիլիսիի շահերի դեմ։ Եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել հենց վրացական երազանքի կառավարության օրոք։ 2012 թվականից հետո երկիրը ստորագրեց ասոցացման եւ ազատ առևտրի մասին համաձայնագիրը եւ ստացավ առանց վիզային ռեժիմ։ Պայքարելով մենք նաեւ հասանք թեկնածուի կարգավիճակի։ Վրացական երազանքը հայտարարել է նաև, որ իշխանությունը գործում է երկրի ազգային շահերին համապատասխան եւ երբեք թույլ չի տա փողզիչում այդ շահերի հաշվին եւ ապագայում եւս կշարունակի անշեղորեն պաշտպանել հայրենիքը, եկեղեցին եւ ազգային արժեքները։ Թուրքիան այն 11 երկրների շարքում է, որոնք ունակ են կապի սեփական արբանյակներ արտադրել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով թուրքական Թուրքսատ 6A արբանյակի շահագործման հանձնման արարողության ժամանակ։ Էրդողանի խոսքով արբանյակի ստեղծումը 2 տասնամյակի քրտնաջան ինտենսիվ եւ լարված աշխատանքի արդյունք է։ Թուրքիայի նախագահն այն հեղափոխական նախագիծ է որակել։ Նա նշել է, որ Թուրքսատ 6A արբանյակի շահագործման հանձնմամբ թուրքական արբանյակների ծածկույթը կհասնի 5 միլիարդ մարդու։ Այս հաջողությունների շնորհիվ Թուրքիան նշանակալի հնարավորություն ստացավ ստեղծելու ազգային արբանյակային բրենդ եւ հիմնելու ազգային տիեզերական ընկերություն։ Էրդողանը հավելել է, որ աշխարհում ծավալվող իրադարձությունների ֆոնին Թուրքիայի առջև հնարավորությունների պատմական պատուհան է բացվում։ Նրա խոսքով Անկարան շատ մոտ է համաշխարհային համակարգում իր արժանի տեղը զբաղեցնելուն։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Ալժիր կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Ալժիրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աթաֆի հետ։ Նախարարները հանդես են եկել որպես Թուրքիայի եւ Ալժիրի համատեղ պլանավորման խմբի 3-րդ նիստի համանախագահներ։ Աթաֆը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Թուրքիայի հետ առևտրի ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով Ալժիրի տնտեսությունը շարունակում է ներդրումային հնարավորություններ ապահովել բազմաթիվ ոլորտներում, ներառյալ վերականգնվող էներգիան, դեղագործական արդյունաբերությունը։ Ֆիդանը հանդիպել է նաև Ալժիրի նախագահի հետ։ Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ հավասար պայմաններով եւ եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։
Եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, մենք կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում։ Նրա խոսքով դեռ ժամանակ է պետք հասկանալու ինչպիսին կլինի դրանց արդյունքը։ Առաջիկայում սպասվում է Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև պաշտոնական բանակցությունների եւս 2 փուլ։ Լրատվամիջոցների տվյալով դրանցից առաջինը կկայանա Ժնևում, երկրորդը ապրիլի 26-ին Օմանում։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները սկսվել են Օմանում ապրիլի 12-ին, երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում։ Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների արդյունավետ վերացումն ու երկրի բնակչության կենսապայմանների բարելավումն է։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։ Նա ընդգծել է Ռուսաստանի նշանակալի դերը բանակցություններում հաշվի առնելով վերջինիս կարգավիճակը որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Իրանի կառավարության խոսնակը նշել է, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջև սերտ միջուկային համագործակցությունն ազդում է բանակցային գործընթացի տրամաբանության վրա։ Արձագանքելով Իրանից հարստացված ուրանի արտահանման մասին հրապարակումներին, Մոհաջերանին նշել է, որ նման քայլը հակասում է Իրանի շահերին։ Նա ընդգծել է, որ այդ հարցը չի կարող բանակցությունների առարկա լինել։ Պաշտոնյան անդրադարձել է նաև Իրանի նախագահի Ադրբեջան այցին, նշել, որ այն կնպաստի երկու երկրների դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Ադրբեջանի եւ Չինաստանի երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա։ Բաքուն ընդլայնում է Պեկինի հետ գործակցությունը գոտի եւ ճանապարհ նախաձեռնության շրջանակում, որտեղ արդեն իսկ զգալի հաջողություններ կան։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահը Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվական գործակալության հետ հարցազրույցում։ Աստանայում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ մեր հանդիպումը եւ դրա արդյունքում ընդունված համատեղ հռչակագիրը պատմական իրադարձություն են եւ նորեջ են բացում ադրբեջանա-չինական հարաբերություններում։ Իլհամ Ալիևի խոսքով Չինաստանն Ադրբեջանի 4-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում երկրի արտաքին առևտրի 7.9%-ը։ Ալիևը նշել է, թե Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է միջազգային տրանսպորտային հաղորդակցությունները, օգտագործելով իր շահավետ աշխարհագրական դիրքը։ Նրա խոսքով ստեղծվում է ենթակառուցվածք, ավելանում են ներդրումները երկրի տարածքով բեռնափոխադրումների հոսքի կտրուկ աճի պատճառով։ Ապրիլի 22-ից 24-ը Ադրբեջանի նախագահը պետական այցով կլինի Չինաստանում։ Չինական կողմը հայտնել է, որ Ալիևին կընդունի նախագահ Սի Ցզինփինը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ծրագիրը մշակելու համար։ Հանդիպումները նախատեսված նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Վիետնամի արտաքին գործերի փոխնախարարին, քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Ջեյհուն Բայրամովը վիետնամական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքի մասին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ներկամակարդակն ու զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է փոխայցելությունների եւ շփումների կարեւորությունը առկա քաղաքական երկխոսության պահպանման եւ զարգացման համար։ Կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման հեռանկարները տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։